Սայահարթի Մեկիտա շենքի 5-րդ հարկի բնակիչ Բավական Սուքիասյանը անձրևի ժամանակ ստիպված է լինում տարաներ շարել ոչ միայն իր, այլ նաև իր բացակա հարևանի տանը, որպեսզի ներքևի հարկի հարևանների բնակարաններում կաթոցներ չլինեն։ Այդ ամաններ ենք դնում, որ 4-րդ հարկը չվնասվի, բայց էլի չի ստացվում, պարկետները հենց դուրս է գալի, մեր տունը ջոկ, հարևանինը ջոկ։ Կողքի տանն էլ այս բալանին իրանց մոտ է, որ կայք բացանեիք բոլոր սենյակներում ջուրը այնքան լցվել է, պարկետները սաղ դուրս է եկել։ Տեղաշոյից հետ ջուր էր, լսվել է 4-րդ հարկը, կար այդ 4-րդ հարկի տղամարդը տանի իր տանը կաթացե քնած տեղը լցվել է իր վրա։ Ինքն էլ եկել է մեզ բողոքում, որ խի է թափում։ Բավական Սուքիասյանը պատմում է, որ ստիպված են եղել քարեր դնել տանիքի կոտրված ասբոթի թեղների վրա, որպեսզի դրանք ամուր մնան եւ ինչ-որ չափով փակեն տանիքում առաջացած անցքերը, սակայն դա անհանգստացել է շենքի մյուս բնակիչներին, ովքեր մտավախություն ունեն, որ ուժեղ քամու ժամանակ քարերը կարող են ցած թափվել։ Ժողովուրդը մեկն իրանց մասմա մենք 5-րդ հարկ չենք, ով 5-րդ հարկը թողնամտածի 5-ը մենք ենք, մեկը հարևանը։ Բավական Սուքիասյանն ասում է, որ բազմիցս դիմել են Ալավերդու քաղաքապետարան, որտեղ խոստացել էին, որ այս տարի իրենց շենքն էլ կվերանորոգվի, սակայն այդ ուղղությամբ ոչ մի քայլ դեռևս չի արվել։ Քաղաքապետ Արտավազդ Վարդասյանն ասում է, որ այդպիսի շենքերը հատկապես Սանահին Սայահարթ թաղամասում շատ են եւ բոլորն էլ բարեկարգվելու են, սակայն առաջնահերթ վերանորոգվելու են այն շենքերի տանիքները, որոնց բնակիչները պատրաստակամություն են հայտնել իրենց ֆինանսական օգնությունը ցուցաբերել։ Գիտեք, խնդիրը այդքան գումարի մեջ, որովհետեւ եթե 10 միլիոն մենք վճարում ենք շինարարին տանիքը նորոգելու համար, միգուցե 10 միլիոն 300 հազար վճարելն էլ այդքան խնդրահարույց չլինի, եթե կարողանանք, բայց մենք երկու նպատակ ենք հետապնդում այս պայմանը առաջարկելով մեր բնակիչներին, նախ որ բնակիչների մոտ արթնանա վերջապես սեփականատիրոջ զգացումը, որ դա պատկանում է իրեն եւ հետեւաբար ֆինանսական մասնակցություններով միշտ որպես կանոն ավելի հոգատար վերաբերմունք է լինում, եթե նույնիսկ միլումա ներդրած են լինում։ Եվ երկրորդը, այդ գումարները ուղղվում են ԲՇՏ-ներում բնակիչների կուտակված պարտքերը մարելուն։ Սակայն այդ վճարումները ոչ բոլոր բնակիչներն են պատրաստ իրականացնել։ Շատերն ասում են, որ կվճարեն այն դեպքում միայն, երբ տեսնեն, որ շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։ Քաղաքապետը սակայն նշում է, որ բնակիչները տեսնելով, որ վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են, այլևս չեն կատարում իրենց խոստումը, վստահ լինելով, որ սկսված աշխատանքներն արդեն չեն դադարեցվի։ Մեր բնակիչները խնդրեմը չեն ընկալում, մինչև չհասնի իրենց, թեկուզ եթե նույնիսկ առաջի հարգում են ապրում։ Այսինքն այդ գիտակցությունն էլ չի եկել, որ անկախ նրանից, որ հարգում ես ապրում, տանիքի խնդիրն էլ է ընդհանուր, նկուղային հարկի սանիտարահիգիենիկ վիճակն էլ է ընդհանուր, որովհետև այդ նույն միջավայրում նույն տանիքի տակ են ապրում։ Արդյոք ամենաճիշտ ճանապարհն առաջի հարկի բնակվող բնակչի կողմից սպասի, երբ պետք է ջուրը հասնի առաջի հարկ, որ ինքն էլ միանա այդ ծրագրին կամ 5-րդ հարկում ապրող բնակչի վիճակը հասկանա։ Էմմա Պետրոսյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։